Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմի դադարեցման բանակցություններում Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը Կիևից պահանջում են հրաժարվել ամբողջ Դոնբասից։ Զելենսկու խոսքով տարածքային հարցը շարունակում է մնալ հրադադարի շուրջ բանակցությունների գլխավոր խոչընդոտը։ Ռուսաստանը հավակնում է ամբողջ Դոնբասին, թեև վերահսկում է դրա միայն մի մասը, իսկ Ուկրաինան պնդում է, որ կողմերի միջև խաղաղությունը պետք է հաստատվի ներկայիս շփման գծի սառեցման տարբերակով։ Ներկայում ուկրաինական ուժերը պահպանում են Դոնեցկի մարզի մոտ 1/5-ը, մինչդեռ Լոգանսկի մարզը գրեթե ամբողջությամբ գտնվում է ռուսական վերահսկողության տակ։ Զելենսկին նաև նշել է, որ Կիևն արդեն մեծ փոխզիջում է անում, պատրաստակամություն հայտնելով քննարկել մնում ենք այնտեղ, որտեղ կանգնած ենք սկզբունքը։ Նա նաև Ռուսաստանի զիջել ամբողջ Դոնբասը պահանջը որակել է որպես վերջնագիր։ Նախագահը հավելել է, որ հնարավոր համաձայնության դեպքում եվրոպական զորքերը պետք է տեղակայվեն սառեցված շփման գծի մոտ, իսկ տարածքային լուծման տարբերակը կարող է դրվել Հարաքվեի, եթե դրան աջակցի ուկրաինացիների մեծ մասը։ Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիարտոն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պաշտպանում է Եվրոպան, ոչ թե Ուկրաինան, վերահաստատելով Բուդապեշտի դիրքորոշումը Կիևի Եվրամիությանն անդամակցելու հարցում։ Նրա խոսքով Հունգարիան կշարունակի խոչընդոտել Ուկրաինայի անդամակցությանը ԵՄ-ին, պնդելով, որ հակառակ դեպքում Եվրամիությունը կմտնի պատերազմի մեջ։ Սիարտոն ընդգծել է, որ Ուկրաինայի պատերազմը Հունգարիայի պատերազմը չէ եւ որ Ռուսաստանը չի հարձակվել ԵՄ որևէ անդամ երկրի վրա։ Բացի այդ, Հունգարիան չի աջակցի ԵՄ կողմից Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկի տրամադրումը, քանի դեռ չի վերականգնվել ռուսական նավթի տարանցումը բարեկամություն խողովակաշարով։ Սիարտոն նաև հիշեցրել է, որ Հունգարիան դադարեցրել է դիզելային վառելիքի մատակարարումները, Ուկրաինային դա անվանելով պատասխան քայլ Կիևի քաղաքական շանտաժին։ Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված Համասը հայտարարել է, որ Գազայի հարցով ցանկացած քաղաքական գործընթաց պետք է սկսվի իսրայելական ագրեսիայի լիակատար դադարեցմամբ։ Հայտարարությունը հնչել է Վաշինգտոնում նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած Խաղաղության խորհրդի նիստին զուգահեռ։ Համասի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ քննարկումները պետք է նախ սկսվեն հարձակման ամբողջական դադարեցմամբ, Գազայի արգելափակման վերացմամբ եւ պաղեստինյան ժողովրդի լեգիտիմ ազգային իրավունքների ազատության եւ ինքնորոշման երաշխավորմամբ։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն պնդում է, որ վերակառուցումից առաջ Համասը պետք է զինաթափվի։ Կողմերը շարունակաբար մեղադրում են միմյանց հրադադարի պայմանները խախտելու մեջ, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգներում տեղի ունեցած Խաղաղության խորհրդի նիստի ընթացքում Համասի զինաթափման կամ Իսրայելի բանակի Գազայից դուրսբերման հարցով ժամկետներ չեն սահմանվել։ Իրանը պատրաստվում է 2-3 օրվա ընթացքում ներկայացնել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հնարավոր միջուկային համաձայնագրի նախագիծը։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, նշելով, որ մշտական կապի մեջ է ատոմային էներգիայի միջազգային գործակալության տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ։ Նրա խոսքով ընթացիկ քննարկումները վերաբերում են այն հարցերին, թե ինչպես ապահովել, որ Իրանի միջուկային ծրագիրը ներառյալ ուրանի հարստացումը բացառապես խաղաղ բնույթ կրի։ Արաղչին իր հարցազրույցում նշել է, որ Իրանը ամերիկացիներին թշնամի չի համարում, սակայն Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքականությունը Իրանի նկատմամբ գնահատվում է որպես թշնամաբար։ Միաժամանակ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել է, որ եթե միջուկային գործարքը չկնքվի, Վաշինգտոնը կարող է սահմանափակ հարված հասցնել Իրանին։ Ավելի վաղ նա զգուշացրել էր, որ համաձայնության բացակայության դեպքում շատ վատ բաներ կարող են տեղի ունենալ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների գերագույն դատարանն անօրինական է ճանաչել նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից սահմանված մաքսատուրքերի մեծ մասը։ Դատարանի պաշտոնական հաղորդագրության համաձայն Թրամփը հենվել է 1977 թվականի միջազգային արտակարգ տնտեսական լիազորությունների մասին օրենքի վրա, սակայն այդ օրենքը նախագահին չի տալիս մաքսատուրքեր սահմանելու լիազորություն։ Բարձրագույն դատարանը նշել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների սահմանադրությամբ հարկեր եւ տուրքեր սահմանելու իրավասությունը բացառապես պատկանում է Կոնգրեսին։ Թրամփը պաշտոնը ստանձնելուց հետո 10-ից 15% սակագին էր սահմանել մի շարք երկրների ներմուծումների վրա, հիմնվելով արտակարգ դրության եւ թմրանյութերի շրջանառության, նաեւ առևտրային պակասուրդի մասին հայտարարությունների վրա։ Դատարանի վճիռը կարող է էապես սահմանափակել Սպիտակ տան հետագա առևտրային ռազմավարությունը։